Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, բարի շաբաթ։ Փառք Աստծո, շնորհակալ ենք Աստծոց, որ այսօր կյանք տվեց, առողջություն, հնարավորություն գալու իր ոտքերի մոտ եւ սովորելու։ Խնդրենք Աստծուն, որ նաեւ տա մեզ իր Սուրբ Հոգին, ների մեր մեղքերը եւ իր շնորհքը թափի մեր վրա, որպեսզի մենք կարողանանք ճիշտ հասկանալ, ըմբռնել իր խոսքը եւ նաեւ ի վիճակի լինել իր շնորհքով մեր կյանքի մեջ իրագործել այդ խոսքը։ Թող Աստված օգնի մեզ, որ մենք լուրջ վերաբերվենք այս ուսումնասիրությանը եւ մեր սրտում գրենք Աստծո խոսքը Հիսուսի անունով ամեն։ Որոնց մենք գիտենք, որ մենք սաղմոսներն ենք ուսումնասիրում այս երամսյակ եւ հասել ենք արդեն 8-րդ դասին, որ կոչվում է իմաստություն արդար կյանքի համար, ոչ թե աշխարհիկ իմաստություն, այլ իմաստություն արդար կյանքի համար։ Հիշելու համարն է Սաղմոսներ 90:12 սովորեցնում ես, որ այնպես հաշվենք մեր օրերը, որ սրտով իմաստուն լինենք, սրտով իմաստուն լինենք։ Անցած դասին մենք ուսումնասիրեցինք Սաղմոսների այն համարները, որոնք խոսում էր, որ Աստված ներում է մեր մեղքերը, նրանց, ովքեր ապաշխարում են, եւ օգնում է մեզ փոխվել։ Եվ դա պիտի ի ցույց տրվի մեր կյանքում, եւ այսօր մենք ուսումնասիրենք, թե ինչպես է կատարվում այդ փոփոխությունը։ Այսօր մենք ուսումնասիրենք, թե ինչ է նշանակում ապրել հավատքով։ Կարդանք Սաղմոս 119:1-16 համարները։ Երանելի են ճանապարհով անմեղները, որոնք գնում են Տիրոջ օրենքով։ Տեսեք, Աստվածաշունչը բացատրում է, չէ՞ ինչ է նշանակում ճանապարհով անմեղ։ Ինքը Աստված է բացատրում երկրորդ մասում այս համարի, որոնք գնում են Տիրոջ օրենքով։ Այսինքն չեն արհամարհում Աստծո օրենքը, այլ խորին հարգանքով լսում են եւ կատարում, չեն արհամարհում։ Եվ ռուսերենում գրված է անարատները։ Գիտեք, երբ որ ինչու է այդ խոսքը օգտագործում, երբ որ Աստված ուզում էր, որ զոհ մատուցեն, եւ ինքը ասում էր, որ այդ զոհը լիովին անարատ պիտի լինի, արատ չպիտի ունենա վրա։ Եվ երբ որ կարդում ենք Եբրայեցիս գիրքը, չէ, Հռովմեացիս 12:1 համարը ինչ է ասում, եկեք կարդանք։ Եբրայեցիս 12:1 համարը, եկեք այստեղից կարդանք։ Կներեք, Հռովմեացիս, ոչ թե Եբրայեցիս։ Հռովմեացիս 12 առաջին համար։ Արդ կաղաչեմ ձեզ, եղբայրներ, Աստծո ողորմությունով, որ ձեր մարմինները ընծայի կենդանի զոհմը սուրբ Աստծո հաճելի, որ է մեր բանավոր պաշտոնը։ Այսինքն մեր պաշտոնը ինչ է։ Մեր մարմինները մեզ ամբողջովին որպես սուրբ զոհ մատուցենք Աստծո։ Այսինքն ոչ թե անենք ինչ որ մենք ենք ուզում, ապրենք ինչ որ ինչպես մենք ենք ուզում, այլ լսենք Աստծուն, թե ոնց պիտի ապրենք, ոնց պիտի վարվենք, եւ մենք ոչինչ չենք կորցնում։ Հակառակը մենք ստանում ենք երջանկություն եւ խաղաղություն մեր սրտում, երբ որ մենք մեզ կենդանի զոհ ենք մատուցում Աստծուն։
Ուրեմն մեր զոհը Աստված ուզում է, որ անարատ լինի։ Հիմա կասեն անարատ մարդ չկա։ Հիմա մենք ուսումնասիրենք, թե դա ինչ է նշանակում։ Առաջինը, որ ամբողջ սրտով ուզում ես Աստծո օրենքին ազատ լինես, ինչու՞։ Որովհետև երբ որ մարդը ծնվում է, մարդուն պետք է մի օրինակ, որի օրինակով ինքը պետք է ապրի, կամ հրահանգներ, ինստրուկցիաներ, որ ինքը իմանա, թե ոնց պետք է ապրի, որ երջանիկ լինի։ Չէ, մարդիկ բազմաթիվ գրքեր են գրում այդ մասին, թե ոնց անեն երջանիկ լինեն, ոնց անեն հաջողակ լինեն եւ այլն եւ այլն։ Աստվածաշունչը իր մեջ ներառնում ամբողջ այս թեմաները եւ լիովին ճշմարտացի եւ բավարարող պատասխան է տալիս այս հարցերին։ Ուրեմն ամենաճիշտ հրահանգները մենք կարող ենք գտնել Աստծո օրենքում, մեր Արարչի օրենքում, ով որ մեզ արարել է եւ ինքը լավ գիտի, թե ինչպես մենք պետք է ապրենք, որպեսզի մենք լինենք։ Եվ այն մարդը, որ մենք լինենք երջանիկ եւ ուրախ եւ խաղաղ, եւ այն մարդը, որ ձգտում է օրենքը կատարելու ամբողջ սրտով, հոգով, մտքով, նա արդեն համարվում է անմեղ, անարատ, որտեղ իր միակ նպատակը ձգտումն է, որ ինքը հնազանդվի Աստծո օրենքին, որ ինքը ճիշտ ներկայացնի Աստծո։ Երկրորդ համարասում երանելի են նրա վկայությունները, պահողները, որ ամբողջ սրտով փնտրում են նրան։ Այսինքն ինչպես կարելի է Աստծո օրենքը պահել, պահելով իր վկայությունները, այն ինչ որ վկայել է Աստված, այն ինչ որ ասել է։ Եվ ասում է, որ ամբողջ սրտով փնտրում են Աստծուն, ոչ թե կիսած սրտով, ոչ թե 30%-ով, ոչ թե 90%-ով, այլ ամբողջ 100%-ով իրանց սիրտը փնտրում է Աստծուն։ Այսինքն այդ մարդը անկեղծ է, այդ մարդը չի ասում, Աստված ջան, արի սենց անենք, ես քո խոսքին հնազանդվեմ մի 50%, 50%-ն ինչ որ ուզում եմ ես անեմ, դե ինչ կա դրա մեջ ինչ անենք։ Աստվածաշունչը չի կարա լինի կիսատ պղակ, կամ 0 կլինի, այսինքն եթե այդ 50%-ը չաճի, չդառնա 100%, վերջի ինքը իջնելու է եւ դառնա 0%։ Այսպիսին է օրենքը կյանքի։ Ուրեմն նրանք, ովքեր փնտրում են նրան, ինչ է նշանակում փնտրել Աստծուն։ Հենց դա, որ մենք ուզում ենք իմանալ Աստծո հրահանգները, եւ Աստծուց ուժ ենք խնդրում, որ մենք ապրենք այդ հրահանգներով, որտեղ նրանք անօրություն չեն գործում, այլ գնում են նրա ճանապարհով։ Օրենքը ինքը իրեն մեզ չի փրկում, որտեղ ինքը հայելու մեջ, պես է։ Հայելու մեջ տեսնում ենք մեր թերությունները եւ շտկում ենք մի այլ ձևով։ Այսինքն գտնում ենք լվացում ենք ջրի տակ եւ այլն։ Նույնը Աստծո օրենքն է, մեզ համար հայելի է, մենք այնտեղ տեսնում ենք մեր սխալները եւ Աստծուն խնդրում ենք, որ իր շնորհքը թափի, որպեսզի մենք շտկենք այդ սխալների, ճիշտ ապրենք։ Որովհետեւ նրանք անօրություն չեն գործում, ով անօրություն չի գործում, ով որ ամբողջ սրտով խնդրում է Աստծուն, այլ գնում է նրա ճանապարհով։ Դու պատվիրեցիր, որ քո հրամանները պինդ պահենք։ Պինդ պահենք, ոչ թե հենց այնց։ Այսօր հա, վաղը չէ, ոնց որ քեֆս տալիս եմ։ Երանին ճանապարհները հաջող լինեն պահելու քո կանոնները։ Եվ ինքը ստեղ իր ցանկությունն է արտահայտում, իր ձգտումը։ Ինչ է ինքը երազում։ Երազում է հարստություն կուտակի, երազում է լավ ունեցվածք ունենա, որ ուրիշների առաջ բարձենա, չէ։ Ինքը երազում է, որ իր Աստծո կանոնները պահի։ Այսինքն հաջողություն ունենա Աստծո կանոնները պահելու։ Այդ դեպքում չեմ ամաչի, երբ քո բոլոր պատվիրաններին հետևեմ։ Ասում է, երբ որ ես լսում եմ, հնազանդվում եմ քեզ, եւ երբ որ կարդամ քո օրենքը, ինչպես որ առավոտը նայում եմ հայելուն, որպեսզի շտկեմ ինձ, երբ որ թերություններ ես տենում, ամաչում ես, երբ որ Աստծո օրենքին նայում ես, տեսնում ես, գրած ամի ստերից ես ստել եմ, եւ ամաչում ես։ Ինքը ասում է, օգնիր այնպես պահեմ, որ երբ որ կարդամ քո սուրբ օրենքը չամաչեմ։
ասում է այդ դեպքում չեմ ամաչի, երբ քո բոլոր պատվիրաններին հետևեմ։ Գիտեք, Աստվածաշունչում ամեն մի բառը կարևոր է։ Չեմ ամաչի, եթե քո բոլոր պատվիրաններին հետևեմ։ Եվ Հակոբոսն էլ ավելացնում է, եթե մեկը խախտել ես, պարտավոր ես մյուսին։ Այսինքն մեկը խախտում ես, արդեն մեղքի վարձքը մահ է։ Որն էլ խախտես, վարձքը մահ է։ Եվ իրականում դե ասում են օրենքը պահում ենք ինը կետը, մի օրենքը հիմա ինչ կարևոր է, Աստված հասկացող է կների։ Դե ասում քո բոլոր պատվիրաններին հետևեմ։ Ես քեզ պիտի գովաբանեմ ուղիղ սրտով, երբ քո արդար վճիրները իմանա։ Այսինքն, երբ որ հետևում ենք Աստծուն, սիրում ենք իր օրենքը, սիրով ենք կատարում, որտեղ գիտենք մեր երջանկությունը, խաղաղությունը, մեր ապահովությունը, մեր հաջողությունը Աստծո օրենքները պահելու մեջ է, այդ դեպքում ինչ ենք անում, ասում ենք պիտի գովաբանեմ քո անունը, դրա վերջը ինչ է, ուրախություն եւ գովաբանություն։ Քո կանոնները պիտի պահեմ, ինձ բոլորովին մի լքիր։ Խնդրում եմ ներկայ եղել իմ կյանքում, որ ես կարողանամ քո կանոնները պահեմ։ Երիտասարդը ինչով մաքուր պիտի պահի իր ճանապարհը զգույշ լինելով քո խոսքի համեմատ։ Այսօր ինչ է սորացնում աշխարհը, երիտասարդը թող գնա իր կյանք անի, աճույք ստանա, հետո կհասցնի։ Այդ հաճույք ստանալով այդ երիտասարդը պղծվում է, ուզում է 5 բիլիոն մարդ այդ օրենքով ապրի, մեկ է, այդ օրենքը սխալ է, պղծվում են ձեր զավակները, ձեր երիտասարդները, որովհետև իրանք չունեն ուրիշ ճանապարհ, իրանց ծնողները չեն սորացել իրանց ուրիշ ճանապարհ, որտև սերնդե սերունդ սխալ օրենք են սովորում, որ երիտասարդը պիտի քեֆ անի, հաճույք ստանա, այդ ժամանակը իր հաճույքի ժամանակը, հետո երբ որ հետո կամուստանա, հետո երեխեք ունենա։ Եվ այդպիսով փչացնում են իրենց զավակների կյանքը։ Ցավոք, Աստվածաշունչ ասում է, երիտասարդության ժամանակից իսկ մաքուր եղիր, որտեղ կեղտոտ լինելու մեջ բոլորովին իմաստ չկա։ Այդ հաճույքները, որ կեղտոտում ու պղծում են մարդուն, ոչ մի հաճույք էլ չկա դրա մեջ։ Ուղղակի մարդկանց է թվում դա հաճույք է, որտեղ իրենք հասու չեն եղել այն մաքուր հաճույքին, որ Աստծո օրենքին նազանվելն է տալի։ Իմ ամբողջ սրտով փնտրեցի քեզ, մի թող ինձ, որ մոլորվեմ քո պատվիրաններից։ Իմ սրտում թաքցրի, տեսեք ինչ ասում, իմ ամբողջ սրտով փնտրեցի քեզ։ Կիսատ պռատ չի, իմ ամբողջ սրտով, ես փափագում եմ գտնել քեզ։ Մի թող ինձ, որ մոլորվեմ քո պատվիրաններից։ Ինչի է սա խնդրում Դավիթ, որտեղ ինքը լավ գիտի, որ երբ որ մոլորվում ես Աստծո պատվիրաններից, լավ վիճակի մեջ չես հայտնվում, շատ դառը եւ վատ վիճակի մեջ ես հայտնվում։ Սկզբում թվում է քաղցր, ասում ես մարդ հանրությունությամբ այնքան հարստությունա կուտակի, ինչ է եղել որ ոչ, դա դառ է։ Եթե նույնիսկ դուք չեք տեսնում, չի նշանակում, որ վերջը դառնություն չի, կամ նույնիսկ իրանց ներկանել է դառը։ Հեշ չի կեղտոտ խղճով ապրել, հեշ չի խղճի վրա հազարավոր բեռ ունենալով ապրել։ Դրա համար շատ նման մարդիկ, բոլորը չէ, բայց շատերը իրենց կյանքը տալիս են ուտել խմելու, այսպես ասած, քեֆ անելու եւ այլն, որպեսզի իրենց խիղճը բթացնեն, բայց ուշ թե վաղ իրանք նորից ու նորից կանգնում են իրանց խղճի առաջ։ Իմ սրտում թաքցրի քո խոսքերը, որ չմեղան չեմ քո դեմ։ Աստծո խոսքը միայն չպիտի կարդաս, այլ պիտի թաքցնես քո սրտի մեջ։ Հիսուսը Աստված ինքը ասեց, որ կգրեմ իմ օրենքը, իմ խոսքը մարդկանց սրտի մեջ։ Օրհնյալ ես դու Տեր, սովորեցրու ինձ քո կանոնները։ Իմ շրթունքներով պատմեմ քո բերանի բոլոր իրավունքները։
ուրախանում եմ քո վկայությունների ճանապարհով, ինչպես ամեն տեսակ հարստության։ Ուսերն ասում եմ ավելի հաճույք եմ ստանում քո վկայությունների ճանապարհին, քո օրենքը կատարելիս, քան թե հարստությունից։ Քո հրամանների մասին պիտի մտածեմ, քո ճանապարհներին պիտի նայեմ, քո կանոններով պիտի ուրախանամ եւ քո խոսքը չպիտի մոռանամ։ Գիտեք, աշխարհում այսպիսի սովորություն կա, ոնց կարելի է օրենքով ուրախանալ։ Եվ շատ անգամ այն մարդկանց, ովքեր օրենքը խախտում են, հերոս են համարում, վայ, այս մարդը համարձակվել է օրենքը խախտել։ Գիտեք, դա հերոսություն չի, դա խիզախություն չի։ Խիզախություն է իրական պատճառը այն մարդուց, ով ուզում է եւ ցանկանում է եւ իր կամքով պահում է օրենքը, ոչ թե ուզում է խախտել, բայց իրան զորով զսպում է։ Ոչ։ Այդ մարդը հասկացել է, որ օրինապահ լինելը շատ լավ է, հանգիստ քնում ես, հանգիստ վեր ես կենում, ոչինչից չես վախենում։ Իսկ գողի եւ անօրինի կյանքը սիրտը միշտ դողի մեջ է։ Միշտ սպասում է, վայ, այս մարդը վատություն եմ արել, սա կգա ինձ կսպանի, վայ, այս ինչը սենց կանի, այս ինչը վրեժ կլուծի եւ այլն եւ այլն։ Ոչ մի լավ բան չկա դրա մեջ, ուղղակի սատանան խաբել է մարդկանց, մարդիկ էլ իրար են խաբում։ Եվ այսքան մարդիկ ուղղակի չեն ճաշակել այն մեծ սերը, այն մեծ հաճույքը, ուրախությունը, որ մեզ տալիս է Աստծո օրենքին նազանվելը։ Ուղղակի իրանք այլ ընտրանքը չեն տեսել դրա, այդպես մեծացել են, իրենց շրջապատը այդպիսի մտածումներ ունեցել, եւ այդ ամեն ինչը գալիս է ինչից, որ մարդը չի ուզում, չգիտես ինչի մարդիկ ամաչում են, որ ասեն, գիտեք, իմ քրտինքով եմ աշխատում։ Ավելի մեծարվում են այն մարդիկ, ովքեր խաբելով են փող աշխատում կամ ինչ որ մեկին ռեկետ անելով եւ այլն եւ այլն, եւ այդ մարդը այս մարդը սրանց ստիպեց փող։ Գիտեք, ամեն ինչ աղավաղվել է այս աշխարհում, ամեն մի արժեքներ աղավաղվել է այս կյանքում եւ իրականում այդպիսի ձևով ապրել է, չուզենալով քո կրտինքով փող աշխատել, այլ ուրիշներին խաբելով, քցելով եւ այլն եւ այլն։ Դա ընդհանրապես ստորություն է եւ ոչ թե հերոսություն։ Դա իր անունով պիտի կոչվի։ Եվ այդ մարդիկ պետք է լինեն մարդիկ, որ հասկացնեն այդ մարդկանց, որ դա իրական ոչ թե հերոսություն է, ոչ թե խելացիություն է, ոչ թե իմաստություն է, այլ ստորություն, ուղղակի խղճի բացակայություն։ Եվ դրա վերջը լավ չի։ Ուրեմն ճանապարհով անմեղ լինելը Սաղմոսներում նկարագրված է որպես արդար կյանքի ևս մեկ ուղի։ Ուրեմն արդար անհատի կյանքը, որը կենդանի զոհ է, ինչպես կարդացինք Հռոմեացիս 12:1 համարում, չպետք է արատավորված լինի մեղքի հանդեպ սիրով։ Աստծուն նվիրված կյանքը նաև կատարյալ ճանապարհ է, ինչը նշանակում է, որ անձը ստանձնում է կյանքի ճիշտ ուղի, որը հաճելի է Աստծուն։ Գիտեք ցավը ինչու՞մն է, որ այդպիսի մարդիկ, որ նման սխալ մեթոդներով են հարստանում եւ պատիվ են ձեռք բերում, եւ գիտեք ինչն է ամրացնում նրանց թևերը, փողի համար իրենց ծառայող մարդիկ, ովքեր մեծարում են իրան, հասարակ մարդիկ կարող են մեծարել եւ երազել նման ձևով, բայց գիտեք դրա համար խելք պետք չի, ուղղակի խղճի բացակայություն է պետք, շատ անգամ ասել ենք։ Ամեն մարդ էլ իր խեղճը որ կորցնի, կարող է նման բաներով զբաղվել, բայց այդ մարդիկ կարծում են, թե իրանք երջանիկ են, քանի որ կարող են իբր թե ուրիշ մարդկանց ճակատագրերը տնօրինել, վճռել եւ այլն, բայց իրականում այդպիսի բան չկա։ Այդ արտոնությունը տված է միայն Աստծուն, եւ եթե ուզում ես խլել Աստծուց այդ արտոնությունը, վաղ թե ուշ շատ վատ հետևանքների առջև կկանգնես։ Աստծո պատվիրանների պահելը բնավ չի նշանակում պարզապես պահել Աստծո կանոնների տառը,
Ընդհակառակ այն նշանակում է շատ լավ հասկանալ ճշտի ու սխալի, բարի եւ չարի տարբերությունը, բարու եւ չարի տարբերությունը։ Այսօր աշխարհում մարդիկ խեղաթյուրել են։ Չարը կոչել են բարի, բարին չար։ Բայց Աստվածաշունչը ինչ ասում է, վայ ձեզ, եթե դուք սպիտակը սարքում եք սև եւ սևը սպիտակ, չարը սարքում եք բարի եւ բարին չար։ Ուրեմն ներառում է անձի ամբողջական ներգրավվածությունը, այլ ոչ միայն արտաքին գործողությունները։ Մարդու կյանքում պետք է անբաժան լինեն անմեղ լինելը, Աստծո պատվիրանները պահելը եւ Աստծուն ամբողջ սրտով որոնելը։ Աստծո պատվիրանները Աստծո կամքի հայտնությունն են աշխարհին։ Դրանք ուղղորդում են մարդկանց, թե ինչպես դառնալ իմաստուն եւ ապրել ազատ ու խաղաղ կյանքով։ Ազատ ու խաղաղ կյանքով։ Մարդիկ ազատությունը հասկանում են սխալ, կարծում են ազատությունը այն է, որ ինչ որ սիրտս ուզեց կանեմ, ինչ որ խելքից բրդեց կանեմ, հնարավորությունները ունեմ, no։ Դա նշանակում է ապրել մեղքով մեղքի գերի, իսկ ազատությունը լիովին ուրիշ բան է։ Աստծո օրենքին հնազանդվելը տալիս է մեզ իրական ճշմարիտ ազատություն։ Ազատություն եւ խաղաղություն։ Սաղմոս 2-ն հրճվում է օրենքով, քանի որ օրենքը հավաստիացնում է Աստծո հավատարմության մեջ։ Սաղմոս 119-165 ասում է. մեծ խաղաղություն կա քո օրենքը սիրողների համար, եւ գայթակղություն չկա նրանց համար։ Սայթակումը նշանակում է բարոյական ձախողում։ Սաղմոս 2-ի ոտքերի առաջ ճրագ է Աստծո խոսքը, եւ այն պաշտպանում է գայթակղություններից։ Եվ Աստվածաշունչը ասում է, որ արդարը ոչ մի բանից չի վախենա, այսինքն վատ լուրերի սպասումից չի վախենում, ասում է հաստատ է իր սիրտը։ 110 համարը այս նույն գլխի ասում է, ամբարիշտները որոգայ դրեցին իմ դեմ, բայց ես չեմ մոլորվում քո պատվիրաններից։ Կարդանք Սաղմոսներ 90 գլուխը, ով Տեր, սերնդից սերունդ ապաստան ես մեզ համար, եւ դեռ սարերը չէին ծնվել, եւ չէիր ստեղծել երկիրն ու աշխարհը, հավիտենությունից մինչև հավիտենություն դու ես Աստվածը։ Դու մարդուն փոշի ես դարձնում եւ ասում նորից փոշի դարձեք մարդկանց որդիներ, որտեվ 1000 տարին քեզ համար մեկ օրվա պես է, որ երեք անցավ եւ մի պահի պես է գիշերվա մեջ։ Դու նրանց հեղի պես քշում ես եւ նրանք վերանում են խոտի պես են, որ կանաչում է առավոտյան։ Առավոտյան կանաչում է ու անցնում, երեկոյան կտրվում է ու չորանում։ Արդարև մաշվեցինք քո բարկությունից եւ քո ցասումից խռովեցինք։ Մեր անօրենությունները դրեցիր քո առջև, մեր ծածուկ մեղքերը քո լույսի մեջ։ Արդարև մեր բոլոր օրերը փչանում են քո բարկությունից, մեր տարիներն անցկացնում ենք մի հառաչանքի պես։ Սա գրել է մի մարդ, որ հարուստ եղել, թագավոր եղել, հիշեք։ Մեր տարիների օրերը 70 տարի են, եւ եթե զորությամբ 80 տարի լինեն նրանց լավագույն ժամանակ աշխատանքի ու ցավ, որովհետեւ նրանք շուտ անցնում են եւ մենք թրջում ենք։ Ով գիտի քո բարկության զորությունը եւ քո ցասումը քեզնից վախի համած, սորեցրում ես, որ այնպես հաշվենք մեր օրերը, որ սրտով իմաստուն լինենք։ Դարձիր Տեր մինչև երբ խղճա քո ծառաներին։ Քո ողորմությամբ կշտացրում ես առավոտից, որ ցնծանք եւ ուրախ լինենք մեր կյանքի բոլոր օրերին, ոչ թե առավոտշուտ զարթնենք մթնած, բատրամադրությամբ, մեր մտահոգություններով լեցուն, այլ ինչ, երբ որ զարթնենք, ասում եք քո ողորմությամբ կշտացրում ես առավոտից։ Երբ որ Աստված իր ողորմությամբ մեզ կշտացնի, մեր երես առավոտից ուրախ կլինի, մենք կժպտանք առավոտից։ Որտեւ մեր հույսը մեր ապաստան Աստված է։
ուրախացրում ես այն օրի չափով, որ տտմեցիր մեզ, այն տարիների չափով ունեություն տեսակ։ Թող քո ծառաների գործերը Եվա եւ քո փառքը նրանց որդիներին եւ մեր Աստծո վայելչությունը թող լինի մեզ վրա եւ մեր ձեռքի գործերը հաստատիր մեզ համար։ Մեր ձեռքի գործերը հաստատիր։ Եթե այդ գործերը Աստծո կամքով են արված, ոչ թե այստեղ խոսքը չի գնում անօրինական գործերը, անօրեն գործերը, վատ գործերը, դրանց մասին չի խոսքը 102:11 Իմ օրերը երկարած թվերի պես են եւ ես չորացա խոտի պես։ Այսինքն այս բոլոր համարները խոսում են մարդու անցողիկության մասին։ 103:14 ասվեց։ Որովհետև նա գիտի մեր կազմվածք հիշում է, որ հող ենք մենք։ Մարդու օրերը խոտի նման են, ինչպես դաշտի ծաղիկը այնպես ծաղկում է։ Երբ քամին անցնում է նրա վրա, նա էլ չկա եւ նրա տեղն այլևս չի ճանաչում նրան։ Այսինքն մարդ կարծես թե ապրում է ընդամենը մի վայրկյան, որտեւ երբ որ հասնում ես կյանքիդ վերջին, շատ արդեն նոր ես հասկանում, թե ինչքան կարճ էր քո կյանքը։ Ուրեմն ընկած մարդկային գոյությունը ընդամենը գոլորշի է հավերժության լույսի ներքո համեմատած հավերժության հետ։ Աստվածային ժամանակի համեմատ մարդու կյանքի ժամանակը պարզապես թրջում է։ Եվ ինչքան էլ առողջ, ուժեղ լինի մարդ, ասենք 80 տարի ապրի, 100 տարի ապրի, բայց միևնույն է, վերջում մեռնում է։ Եվ նույնիսկ աշխարհիկ մարդիկ, որոնք չեն հավատում Աստծուն, սուգում ու ողբում են կյանքի կարճատևության համար։ Եվ 90-րդ Սաղմոսը, որ մենք կարդացինք նոր, մարդկային դժվարությունները դնում է Աստծո, որպես նրանց առաջի հոգացության համատեքստում։ Ոչ թե մենք առավոտից գլուխներից ջարդում ենք, թե ինչ անենք, ոնց անենք, այլ մենք գիտենք, որ մեր հոգերը, երբ որ մենք տալիս ենք Աստծուն, ինքը հոգում է։ Եվ դրա համար էլ ասում է առավոտը քո ողորմության կշտացրու իմ երեսը։ Այսինքն քո ողորմությունն է, որ մեզ ուրախություն է տալու։ Ողորմությունը ինչի մեջ։ Աստծո մեր հարցերը լուծելու մեջ, մեր դժվարությունները քանդելու մեջ, մեզ ուրախություն պարգևելու մեջ։ Տերը եղել է ժողովրդի ապաստանը բոլոր սերունդների համար։ Եբրայերեն մաոն բառը, որը նշանակում է բնակավայր կամ ամրոց, ներկայացնում է Տիրոջը որպես իր ժողովրդի ապաստան։ Աստված զսպում է իր արդար բարկությունը եւ նորովի է տարածում իր շնորհը։ Եվ այս խոսքերը, որ ասում է, ով գիտի քո բարկության զորությունը, այսինքն Աստված միշտ զսպում է իր բարկությունը։ Գիտեք, մարդիկ կան, այդ շատ ենք ասել, էլի ասենք, որ ասում են, ինչի Աստված չպատժեց դրան, ինչի ինձ չէ։ Եթե Աստված պատժեր, եթե Աստված չզսպեր իր բարկությունը, ոչ մի մարդ հնարավորություն չէր ունենա փրկության։ Ուղղակի Աստված էլի զսպում է իր բարկությունը, նորից երկարացնում է մեր կյանքը, որ մենք նորից հնարավորություն ունենանք ապաշխարելու, նորից հնարավորություն է տալիս մեր ճամփաները փոխելու։ Ինչե որ հասկանում ենք, որ մենք ինքներս մեզանից ոչ մի բան չենք ներկայացնում։ Միայն մեղքերի հավաքածու ենք, եւ մեր հույսը ինքն է իր շնորհքը։ Էլ դրանից հետո, երբ որ հասկանում ենք, մեր մեջ չենք նա, մեր մեջ ուժ չենք փնտրում, մեր մեջ բավարարություն չենք փնտրում, այլ միայն Աստծո մեջ, որտեղ միայն Աստված է անհրատ եւ միայն ինքն է, որի վրա կարելի է հույս դնել, որը կարող է մեր կյանքը փոխել, մեզ փոխել, մեր բնավորության գծերը փոխել, մեր աշխարհայացքը փոխել, մեր տեսակետները փոխել ինչի համար, որպեսզի մենք երջանիկ, խաղաղ եւ ուրախ ապրենք։ Նորից ասենք, որ սատանան խաբում է, ասում է, փառք ունենաս երջանիկ կլինես, հարստություն ունենաս երջանիկ կլինես, այս ունենաս երջանիկ կլինես, այն ոչ, նյութական արժեքները երբեք չեն բերում երկարատև ուրախություն։ Երջանկության մասին խոսք չկա, ընդհանրապես կապ չունի դա երջանկության հետ։
Փառք տանք Աստծուն, որ Աստված զսպում է իր բարկությունը մեր հանդեպ եւ նորից երկարացնում է մեր կյանքի թելը, նորից մեզ հնարավորություն է տալիս, որպեսզի մենք կարողանանք հնարավորություն ունենք իրեն ընտրելու, իր ճամփով քայլելու։ Աստվածաշունչի իմաստությունը ներկայացված է ոչ միայն որպես խելամտություն, այլև Աստծո հանդեպ ակնածանք, ասում է իմաստության սկիզբը Աստծո վախն է։ Եվ այստեղ, որ ասում է, ինչ է այս իմաստությունը, մեր օրերը հաշվել իմանալը։ Եթե ասում է մեր օրերը հաշվել, նշանակում է մեր օրերը սահմանափակ են։ Իրանք չեն ձգվում ռեզինի պես, այո, Աստված ձգում է այն, բայց սահմանափակ չեն, մի օր գալու է վերջ։ Եվ դա այդ միտքը մեզ ինչ է տալիս։ Իմաստություն։ Ինչպիսի իմաստություն, որ մենք իմաստությամբ օգտագործենք մեր կյանքի ամեն վայրկյանը, որտև մեր կյանքի նպատակը ով է մեզ տալի, ով է մեզ ստեղծում, ով է մեզ տալի կյանք, Աստված։ Ուրեմն Աստծուց հարցնենք, թե ինչի է ինքը մեզ ստեղծել, ինչի է ինքը մեր կյանքը պահպանում, ինչի է տվել կյանք եւ ինչի է պահպանում։ Միակ նպատակով մեզ հնարավորություն է տալիս, որ մենք ճանաչենք իրեն եւ ընտրենք իրեն։ Ինքը ստեղծել է, որ մենք երջանիկ լինենք, բայց մենք սխալ ենք հասկանում երջանիկ դառնալու հասկացողությունը եւ դրա պատճառով դժբախտանում ենք։ Բայց երբ որ մենք ուշադրություն դարձնենք իր խոսքերին, իր Աստվածաշունչի կարդանք, ճշմարիտ արժեքներին ճանաչենք, հասկանանք, թե իրական ինչու՞մն է ճշմարիտ երջանկությունը, այն ժամանակ մենք մեր կյանքում կկատարենք Աստծո նպատակը։ Աստված ուզում է, որ մենք իր հետ ապրենք, ոչ թե իր կմաճույքի համար, այլ որտեղ ուզում է իր ստեղծած զավակները լինեն երջանիկ, չխաբնվեն սատանայի խաբեություններից։ Ուրեմն դա ինչ է նշանակում, որ մեր կյանքի ամեն վայրկյանը օգտագործենք մեր փրկությունը կերտելով եւ մեր շրջապատի փրկությունը կերտելով։ Եվ այս իմաստությունը ձեռք է բերվում միայն ապաշխարությամբ։ Ինչ է նշանակում ապաշխարություն։ Երբ որ մարդը հասկանում է, որ ինքը սխալ ճանապարհով է գնացել եւ շրջադարձ է անում այդ սխալ ճանապարհից, շուռ է գալի դեպի ճշմարիտ ճանապարհ, դեպի Աստծո։ Եթե այդ հիմնական փոփոխությունը չկատարվի մարդու մեջ, այսինքն եթե դու շուտ չգաս մյուս ուղղությամբ, հակառակ ուղղությամբ, դու կշարունակես գնալ այն ուղղությամբ, որ գնում ես։ Սկիզբը դա է, սկիզբը պետք է շուռ գաս։ Այն մարդը, որ շատ է վարանում, շատ է մտածում, այս կողմ գնա, թե այն կողմ։ Վերջը, երբ որ մարդ կանում է երկար ժամանակ մի տեղ, ինչ է լինում, իր ոտերը սկսում են հոգնել, ցավալ եւ այլն, չես կարող երկար ժամանակ միտեղ կանել անուշության մեջ։ Պետք է կողմնորոշվես, կամ գնում ես նույն ձևով շարունակում ես եւ գնում ես դեպի կործանում, կամ էլ շուռ ես գալի եւ քո կյանքը հանձնում ես Աստծուն, որպեսզի ինքը քեզանից նոր մարդ ստեղծի։ Որպեսզի նոր դու հասկանաս, թե ինչ բան է իրական երջանկությունը։ Աստուներման կարեկցանքի ողորմության պարգևների միջոցով մենք ձեռք ենք բերում այս իմաստությունը։ Մեր հիմնական խնդիրն այն չէ, որ մենք ստեղծված ենք որպես մարդ, դրա համար է սահմանափակ մեր օրերը, այլ մեղքն է։ Մեղքն է սահմանափակում մեր օրերը։ Աստված մեզ ստեղծել է, որ մենք հավիտենական ապրենք։ Այո, ստեղծված էին Ադամի եւ, բայց հավիտենական հնարավորությունն էին հավիտյան ապրել, որտեղ Աստված կյանքի ծառն էր ստեղծել, որ իրանք այդ ծառից օգտվեին եւ հավիտյան ապրեին, նորից ու նորից վերանորոգվեին։ Այսինքն այդ պտուղները շատ անգամ ասել ենք եւ նորից ասենք, որ մեզ հնարավորություն է տալիս հավիտենական
կյանքը ապրելու, բայց երբ որ մեղանչեցին, զրկվեցին այդ ծառից օգտվելու եւ իրենց կյանքը դառավ ժամանակավոր, սահմանափակ։ Ուրեմն որտեղ Աստված չուզեց, որ մենք այս մեղքի տառապանքի կյանքով ապրենք հավիտյան, այլ ժամանակ տվեց մեզ սահմանափակ, որպեսզի մենք կարողանանք ճիշտ որոշում կայացնել մեր կյանքում։ Հիսուսի շնորհիվ մեզ համար ելք գտնվեց մեր մարդկային դժվարություններից։ Հակառակ դեպքում մենք որևէ հույս չենք ունենա, մենք նույնիսկ չենք էլ լինի, եթե Հիսուսը պարտվեր, իջներ խաչից եւ մեր մեղքերի համար չզոհվեր, մենք նույնիսկ այս ժամանակավոր կյանքը չենք ունենա, ամեն ինչ կխառնվեր իրար եւ այսինքն բոլորովին այլ բան կլիներ, ուղղակի կոչչանայինք։ Եվ կարդանք Սաղմոսներ 81:7-8 համարներ 81:7-8 Նեղության մեջ դու կանչեցիր եւ քեզ փրկեցի, քեզ լսեցի, որոտման ծածկոցում, փորձեցի քեզ Մերիբայի ջրերի մոտ, լսիր իմ ժողովուրդ եւ պիտի վկայեմ քեզ, ով Իսրայել, երանի թե լսեիր ինձ։ Ուրեմն այս Մերիբան ինչ է, երբ որ Իսրայել ժողովուրդը դուրս եկավ Եգիպտոսից, Աստված իրանց փրկեց ստրկությունից, իրանք հրաշքով, իրանց աչքով տեսան այդ հրաշքը, ինչպես ծովը բացվեց եւ իրանք անցան, եւ իրանք եկան մի տեղանապատ, որտեղ ջուր չկար, հետո տեսան, որ կա, բայց խմեցին եւ տեսան, որ դառն է, եւ սկսեցին անմիջապես բողոքել, փոխանակ ասել մենք մեծ Աստված ունենք, խնդրենք Աստծուն, այս ջուրը կսարքի քաղցր։ Գիտեք, այդ Մերիբայի ջուրը խորհրդանշում է մեր հին կյանքը, այն կյանքը, որ մինչև Աստծուն ճանաչելն է, մինչև Աստծո ճշմարտությունները ճաշակելն է։ Երբ որ Աստված է խառնում մեր կյանքին, այն դարձնում է քաղցր, դառնում է քաղցր։ Մովսեսը աղոթեց Աստծուն եւ Աստված ասեց ինչ անի, որպեսզի դառնությունը գնա ջրից։ Եվ Մովսեսը արեց եւ դառնությունը գնաց։ Եվ ինչ որ մի փայտի կտոր էր, որը խորհրդանշում է Հիսուսի զոհաբերությունը, որ կատարվեց փայտե խաչի վրա։ Հիսուսի զոհաբերությունը մեզ հնարավորություն է տալիս նոր կյանքի, նոր մարդու, եւ այդ նոր մարդը, նոր կյանքը քաղցր է, ոչ թե դառը, ինչպես աշխարհի կյանքը։ Եվ այս Մերիբայի հիշատակումը կրկնակի ուղերձ է պարունակում, նախ Աստծո ժողովուրդը չպետք է կրկնի անցյալ սերունդների սխալները, փոխարեն նրանք պետք է վստահեն Աստծուն եւ քայլեն նրա ճանապարհով, երկրորդ թեև մարդիկ չհաղթահարեցին փորձությունը, Աստված օգնության հասավ նրանց եւ նրանք դժվարության մեջ էին։ Աստված ասաց, դե լավ, եթե չեք վստահում ինձ, նորից բողոքում եք, գնացեք ինչ ուզում եք արեք, ծարավ մեռեք, նո։ Աստված երբ որ մի պատասխանատվություն է վերցնում, իր սերը մինչև վերջը։ Բայց այդ չի նշանակում, որ մենք ամբողջ կյանքը բողոքի մեջ պիտի անցկացնենք։ Մեր կյանքն ենք թունավորում եւ Աստծո անունը խայտարակում ենք, երբ որ մեր ամբողջ կյանքը բողոքի եւ Աստծուն անվստահության մեջ ենք անցկացնում, որովհետեւ երբ որ մենք բողոքում ենք մեր կյանքից, նշանակում է մենք չենք վստահում Աստծուն։ Հակառակը մենք պիտի փնտրենք, թե ինչու է ինչ բանը պատահեց իմ հետ, ինչու է սա կատարում իմ կյանքում, եւ Աստված կհասկացնի եւ կփոխի այդ իրավիճակը, այդքան բան։ Դժբախտ են այդ մարդիկ, որ միշտ բողոքում են, մի փոքր դժվարության առաջ կանում են, բողոքում են, հուսահատվում են։ Գիտեք, դա մանկամտություն է, երեխան է, որ այդպես, քանի որ կյանքի փորձ չունի, դժվարությունների փորձ չունի, իր ծնողները իրեն հոգ են տանում եւ ամեն մի փոքր նեղությունից ոտերը խփում է պոլին հատակին եւ
ինչ-որ բաներ է պահանջում բողոքում եւ այլն։ Գիտեք, այն երեխաները, ովքեր դժվար կյանք են ունեցել, ծանր դառը, իրանք երբ որ մեծանում են շատ պատասխանատու եւ բարդ իրավիճակներ են կարողանում լուծել, ինչպես օրինակ Աբրահամ Լինքոլնը շատ դժվար մանկություն են ծեր, հայրը մահացել է, մայրը շատ դժվարությամբ մեծացրել եւ այլն, հիվանդ է եղել մայրը։ Այսինքն հիմնականում նման բացառիկ դերեր, որ ստանձնում են, դրանք շատ դժվար կյանք ունեցած մարդիկ են, ինչու, որտեղ փափկությունը կործանում է մարդու։ Մարդը ուղղակի չի զարգանում, երբ որ ինքը փափկության մեջ ապրի, եւ դրա մասին վկայում է Հովսեփի օրինակը։ Հովսեփը Հակոբի որդին էր, համարյա ամենափոքրը, համարյա։ Նրանից հետո մեկն էլ կար, եւ իր եղբայրին, գիտեք այդ պատմությունը, իր եղբայրները նախանձեցին, իրան ծախեցին որպես ստրուկ առևտրականների, նրանք տարան Հովսեփին, ասում է, այդ համարները ասում են, որ Հովսեփի ձեռքերն ու ոտերը շղթայված էին։ 105:17-22 Սաղմոսներ 105 17-22-ը կարդանք, որ Հովսեփի մասին է։ Նրանցից առաջ մարդ ուղարկեց, այսինքն Հակոբի որդիներից առաջ, Հովսեփին, որ ծախվեց ծառայության։ Նրա ոտքերը չարչարեցին կապանքների մեջ, նրա անձը դրեցին երկաթի մեջ, մինչև այն ժամանակ, որ նրա խոսքը կատարվեց, Տիրոջ խոսքը փորձեց նրան։ Այսինքն այտենց չի, որ ուղղակի վերցրեցին ու տարան։ Շղթաների մեջ հասցրեցին, որտեղ ինքը ստրուկ էր։ Վաճառել էին իրան, բայց ինքը դրանից դառնացավ ոչ, ուղղակի մի որոշում կայացրեց, որ ես պիտի հավատարիմ լինեմ Աստծուն։ Չասեց Աստված ջան, ես արդար երեխա եմ, մաքուր, կաթնակեր երեխա եմ, ես ինչ արեցին իմ ախպերներին գլխին։ Այդ ոխը չպահեց իր սրտում ախպերների, իր եղբայրների հանդեպ, այլ ուղղակի ուզեցավ իր կյանքով փառավորել Աստծուն եւ ինչ որ անում էր լավ էր անում եւ դրա համար ինքը հա գնաց վերև, մինչև որ Սատանան փորձեց իրան այդ անառակ կնոջ միջոցով, բայց նորից պարտվեց, եւ թվում է, թե Հովսեփը պարտվեց, որովհետեւ իրան առանց պատճառի դրեցին բանտը, բայց ինքը չպարտվեց, բանտում էլ իրա լույսը փայլեց, ինքը մեծ պատվով անցավ այդ փորձությունն էլ, չբողոքեց Աստծուն, չասեց իմ անարած կյանքի դիմաց, այս ինչ ձև ես հատուցում ինձ, որտեվ հատուցող Աստված չէր, հատուցողը այդ մարդիկ էին, ովքեր անում էին վատությունը։ Ինքը դա լավ հասկանում էր եւ իր հույսը դրել էր Աստծո վրա եւ այնքան համբերեց, որ վերջի վերջո այդ լույսը ծագեց եւ փարավոնը այդ երազը տեսավ, իրան կանչեցին եւ ինքը նշանակվեց փարավոնի երկրորդ մարդը։ Թագավորն ուղարկեց եւ արձակեց նրան, որ տիրում է ժողովրդին ազատեց, իր տան վրա նրան տեր նշանակեց եւ իշխան իր ամբողջ ունեցվածքի վրա, որ իշխաններին կապի իր կամքի համաձայն եւ ծերին դարձի իմաստուն։ Ուրեմն Աստված ինչու թույլ տվեց Հովսեփի կյանքում այս իրադրությունը, որտեւ Աստված տեսել էր ինչ պոտենցիալ ունի Հովսեփը եւ ուզում էր, որ Հովսեփը իր ներկայացուցիչը դառնա եւ մի ամբողջ ժողովուրդներ փրկի սովից։ Իսկ դրա համար փափկակյաց չէր կարող մնալ Հովսեփը։ Նա պիտի դժվարություններին միջով անցներ, որպեսզի սովորեր, թե ինչ բան է պրոբլեմ լուծելը։ Հայրը իրան շատ փափկասուն էր մեծացրել, որտեվ կինը մահացավ եւ ինքը շատ էր սիրում այդ կնոջը եւ Հովսեփը այդ կնոջից էր, շատ փափկասուն էր մեծացում եւ դրանով հատուկ ուշադրությամբ էր վերաբերվում Հովսեփին եւ դրանով, որը մեծ սխալ էր իր կողմից, դրա պատճառով իր մյուս տղաները նախանձեցին Հովսեփին, սկսեցին չսիրել նրան, ատել նրան եւ ամեն ինչի վերջը այսպես եղավ, բայց փառք մեր Աստծուն, որ Աստված վատը վերցնում է եւ սարքում է լավ։ Այսինքն, երբ որ էլի Պետրոսի խոսքերը, երբ որ Պետրոս ասում է, երբ որ ձեզ փորձություն է պատահում, մի համարեք դա ինչ որ խորտ բան, նո,
Համարեք, որ Աստված է թույլ տվել։ Եթե նույնիսկ մեր մեղքերի պատճառով է առավել եւս, եթե մեր մեղքերի պատճառով է փորձությունը, մենք պիտի հասկանանք վերջի վերջո, որ մենք մեր խելքով, մեր ցանկություններով գնում ենք դեպի անդունդ, որ մենք պիտի հասկանանք, որ Աստված միայն գիտի ինչն է մեր կյանքում ճիշտ։ Եվ այդ փորձությունների միջով անցնելով ինչ է լինում, մենք հասկանում ենք, որ Աստված ճիշտ է, մենք սխալ ենք։ Okay։ Եվ դրանից հետո մենք արդեն մեր կյանքը կառուցում ենք բոլորովին այլ արժեքների եւ հասկացողությունների վրա եւ բոլորովին այլ աշխարհընկալման վրա։ Եվ այդ ճանապարհով անցավ Հովսեփը եւ հասավ այդ պատվավոր վիճակին, դա պատահական չէ։ Եթե մենք էլ ենք ուզում աճել, այլ ոչ թե գաճաճ մնալ այս կյանքում, երբ որ հանգարց մի դժվարություն պատահում է երեխու պես, վայ, ես ինչ եղավ, ինձ լացել, վայ, ես ինչ ինձ նեղացրեց, նո։ Այդ նշանակում է գաճաճ մնալ։ Եթե մենք ունենք Աստված մեր պոտենցիալը կզարգացնի։ Աստծուն հավատքը չի նշանակում, որ ես բազմոցի վրա նստում եմ, հանգարց դժվարություն եկավ, Աստված ջալուցի, Աստված մի հատ փայտիկով անում է դժվարությունը լուծում։ Ոչ։ Աստված ուզում է, որ մենք ինքներս լուծենք այդ դժվարությունը իր օգնության միջոցով, ինչպես որ մենք չենք կարող մեր երեխքի փոխարեն քայլել, ինքը պիտի քայլի ինքնի, որ քայլեր սովորի։ Եթե ես իմ երեխու տեղը քայլեմ, ինքը երբեք քայլել չի սովորի։ Որպես իր պոտենցիալը դուրս գա, իր քայլելու պոտենցիալը իրականանա, իր խոսալու պոտենցիալը։ Թույլ տվեք ձեր երեխաները խոսան իրանց փոխարեն, մի խոսացեք, որպեսզի իրենց պոտենցիալը աճի։ Դուք գիրքը թողեք ձեր երեխաները գիրքը կարդանա, ոչ թե դուք իրանց համար կարդացեք, որպեսզի իրանց ուղեղը աճի, որտեղ կարդալուց ուղեղը աշխատում է եւ աճում է։ Թողեք երեխաները խնդիրներ լուծեն, մի վազեք օգնելու, իրանց ուղղություն ցույց տվեք, որ իրանք աճեն, գաճաճ չմնան, որ տղաները իսկական տղամարդ դառնան, խնդրեմ լուծող տղամարդ, այլ ոչ թե իրենց քմահաճույքներ ու մեղքերը կատարող տղամարդ, որ կանայք դառնան էլի իրանց կյանքում ճիշտ տեղը հասկացող, այլ ոչ թե իրանց քիթը տարբեր իրանց չվերաբերվող հարցերի մեջ մտցնող արարածներ, որպեսզի թույլ տան իրանց պոտենցիալը զարգանա, իրանց ուղեղը զարգանա, իրենց բամբասելով այդ բոլորը չի զարգանում, կամ ուրիշի կյանքի նայելով ու վերլուծելով ուրիշի կյանք։ Մենք ինքներս սարքում ենք անկարողունակ գաճաճ, երբ որ մեր կյանքը, մեր այս հատուկ մեզ նվիրած կարճ օրերը բոլորովին անիմաստ բաների վրա ենք օգտագործում, փոխարենը Աստծո ճշմարտությունը փնտրենք եւ մեր Աստծո կողմից մեզ տված տաղանները, մեր պոտենցիալը զարգացնենք, մեր ունակությունները, իսկ դրանք զարգանում են միայն այն ժամանակ, երբ որ մենք դրանցով ծառայում ենք ուրիշ մարդկանց։ Մենք ծառայում ենք ուրիշ մարդկանց, օգուտ ենք տալիս ուրիշ մարդկանց եւ այդ միջոցով փող ենք վաստակում մեր քրտինքով եւ այդ վաստակած փողը օգտագործում ենք մեր եւ ուրիշների համար։ Այսինքն այս կյանքը մի հատ շրջան է։ Պետք չէ ձգտել դառնալ տզրուկ, որ սիրում է ուրիշի հաշվին ապրել, որ համարում են, որ դա է ճիշտը, դա է լավը, դա է խելացի, ոչ։ Անցեք դժվարությունների միջով, մի ձգտեք հեշտ կյանքի, փող ունենամ հեշտ ապրեմ։ Կյանքի իմաստը դրանում չի։ Կյանքի իմաստը նրանն է, որ Աստված տվել է մեզ տաղաններ, ունակություններ եւ ուզում է, որ մենք զարգացնենք դրանք։ Ոչ թե փողի մոլուցքով տարված եւ նյութականի մոլուցքով տարված մենք ինքներս մեզ կործանենք։ Աստված խրատում է իր զավակներին, որպեսզի նրանց զորացնի ու պատրաստի իր խոստման իրականացմանը, ինչպես ցույց է տված Հովսեփի օրինակում։ Սակայն երբ կամակոր մարդը
մերժում է Աստծո խրատները, նրա սիրտը ավելի համառ է ու կարծր է դառնում։ Եվ ավելի շատ դժվարություններ կունենա այդ մարդը իր կյանքով։ Էլեն Ուայթը վկայությունների եկեղեցու համար հատոր 4, H 146 գրում է. Աստված անվարան ու անվերապահ հնազանդություն է պահանջում իր օրենքի հանդեպ, բայց մարդիկ քնած են կամ անդամալույց են դարձել սատանայի խաբեությունների պատճառով։ Ասում է Աստված անվարան ու անվերապահ հնազանդություն է պահանջում իր օրենքի հանդեպ։ Ինչու՞։ Որտեղ երբ որ քո զավակը գնում է եւ ուզում է մատը մտցնել այդ շտեպցելի մեջ, եւ մենք գիտենք, որ տոկը խփելու է, անմիջապես գոռում ենք մի արա եւ ուզում ենք, որ երեխան անմիջապես այդ մեր հրահանգին հնազանդվի, ինչի, որտեղ եթե ինքը դա անի, ինքը վնասվելու է։ Եվ նույնը Աստված ուզում է, որ մենք անվարան, անվերապահ միանգամից հնազանդվենք իր խոսքին, որտեղ իրան ցավ է պատճառում, որ մենք չենք հնազանդում, հետո տուժում ենք, ինքը մեզանից ավելի է ապրումների մեջ ընկնում, ինչպես ծնողը իր երեխայի համար, երբ որ երեխան դժվարության մեջ է։ Հիշենք սա։ Թույլ չտանք սատանային մեզ անդամալույց սարքի իր խաբեությունների միջոցով։ Նա արդարացումներ ու պատճառաբանություններ առաջարկում ու խաբում նրանց, բթացնում է նրանց խիղճ ու ասում է սկն սատանան, ու ասում, ինչպես ժամանակին Եվային ասաց, Պարտեզում չես մեռնի։ Անհնազանդությունը ոչ միայն բթացնում է մեղավորի սիրտը ու գիտակցությունը, այլև հակված է ապականելու ուրիշների հավատը։ Այն, ինչը նրանց սկզբում շատ սխալ էր թվում, աստիճանաբար կորցնում է իր ազդեցությունը, անընդհատ նրանց աչքի առաջ լինելով, մինչև որ ի վերջո նրանց մեջ հարց է առաջանում, թե դա իսկապես մեղք է, եւ նրանք անգիտակցաբար ընկնում են նույն սխալի մեջ։ Այսինքն, եթե դու Աստծո ճանապարհով ես գնում, բայց սկսում ես քիչ-քիչ մեղքով հետաքրքրվել, դե լավ, ես մի հատ նայեցի ինչ եղավ, դե լավ է, չէ, դե լավ չի, նայում ես, քեզ արդեն սովորական է թվում եւ արդեն բնականon է թվում եւ դու սկսում ես այդ մեղքը անել։ Եվ ընկնում ես սխալ ճանապարհի մեջ եւ կործանման ճանապարհի մեջ ես հայտնվում։ 141-րդ Սաղմոսը Տեր, ես կանչում եմ քեզ, շուտ եկ դեպի ինձ, ականջ իմ ձայնին եւ ես կանչում եմ քեզ, իմ աղոթքը թող ընդունել լինի քո առջև ինչպես խունկը, իմ ձեռքերի բարձրանալ դեպի քեզ ինչպես իրիկվա պատարակը, Տեր, պահապան իմ բերանին, պահպանիր իմ շրթունքների դուռը, սա Դավթի Սաղմոսն է, թագավորի, որ ինչ ուզենար է տեր կանել, որ մեծ հեղինակություն էր վայելում ժողովրդի մեջ, իր ենթակաների մեջ։ Ախպեր, ես եմ որ կամ, ինչ ասում եմ էդ էլ պիտի անեք, չէ։ Ինքը ասում է, Աստծուն խնդրում ասում է, պահապանիր իմ շրթունքներին։ Գիտեք ինչի, ուրեմն մենք ընկալում ենք աշխարհը մեր աչքերով, հետո մեր ուղեղը պրոցես է անում այդ տեղեկությունները եւ ըստ դրա ձևավորվում է մեր միտքը եւ այդ միտքը հետո դառնում է խոսք եւ բերանից դուրս է գալի։ Ուրեմն լավ կլներ ու Դավիթը առաջինը խնդրեր, որ իր աչքերը Աստված իր աչքերը ուղղի այնտեղ որտեղ պետք է, որտեղ հենց այդ իր աչքերի պատճառով ինքը մեղքի մեջ ընկավ եւ իր 4 որդիներին կորցրեց։ Նայեց այնտեղ որտեղ որ պետք չէր նայել։ Ինքը ասում է, բայց ճիշտ է ասում, իմ բերանին, իմ շրթունքներին պահապանիր, որովհետև սա մի շրջան է, ինչ որ մենք խոսում ենք, ազդում է մեր ուղեղի վրա, մեր մտածելակերպի վրա, ինչ որ մտածում ենք, ազդում է մեր ասածի վրա, սա մի շրջան է։ Մենք դրա համար Հիսուս ասում է, քո խոսքով կարող է սպանել, դրա համար Դավիթը չի ուզում դա անել։ Ինքը հասկանում է, որ իր խոսքը
Աստվածաշունչը մեզ սովորացնում է, որ երբ որ վատ միտք կա, հաղթեք իրան։ Աստծո շնորհքով մենք այդ միտքը կարանք հաղթենք, այլ ոչ թե թույլ մի տվեք, որ այն դառնա խոսքը դուրս գա։ Այսինքն պահպանեք ձեր շուրթերը, ձեր բերանը սխալ խոսալուց, որտեղ այդ խոսքը ապականում է քեզ։ Քանի դեռ միտքեր չի ապականում, բայց երբ որ խոսք է դառնում, արդեն ապականում է, եւ խոսքից հետո դառնում է գործ, ընդհանրապես արդեն ապականում։ Որտեղ տեսեք ինչ է ասում ինքը։ Ասում պահպանի շուտունքների դուրը, հետո մյուս համար ասում իմ սիրտը մի դարձրու դեպի չար բաները։ Այսինքն բերայինց հետո գալիս է սիրտ, որ չարության վատ գործեր չգործե, հասկանում է իր խոսքը դառնում է գործ։ Անօրինություն անողների հետ եւ չուտել նրանց ախորժալի կերակուրից։ Այսօրվա պրեզիդենտները եւ ղեկավարները այդ անօրինություն անողների ընկերներն են եւ իրենք էլ են անօրեն դառնում։ Եվ բոլորը միասին պատասխան են տալու Աստծո առաջ։ Իսկ Դավիթը հասկանում էր դա։ Ասում է չեմ ուզում ես իրանց հետ սեղան նստեմ, իրանց կերակուրներից ուտեմ, որտեղ իրանք անօրինություն են գործում։ Իրանց ձեռքերին արյուն կա։ Իրանք ուրիշ մարդկանց դժբախտացնելով են այդ փողը աշխատել, անօրինություն անելով են այդ հարստությունը կուտակել, չեմ ուզում ես գնամ իրանց հաց ուտեմ, իրանց այդ նույն սեղանում, որտեղ ինքը սկզբունքային մարդ էր եւ ցավոք, երբ որ պետք էր այդ սկզբունքը չարեց, որտեղ շատ մարդ տղա մարդկանց թուլությունը հենց դա է, ինչպես որ Սամսոնը ուժեղ էր, բայց նորից Թումանյանը ասում է, թե չլիներ կինն ու գինին, եւ շատ տղամարդկանց հաղթում են հենց գինին ու կինը, այսինքն ոչ թե կինը, այլ հենց այդ մեղքը, անբարոյականությունը, որ մարդը ցանկանում է այն, ինչ որ իրեն չի պատկանում։ Դավիթը հաղթող մարդ էր, բայց ամենակարևոր հարցում ինքը տանուր տվեց։ Ցավոք։ Արդարը թող խրատի ինձ, նա քաղցրություն է եւ թող հանդիման ինձ, նա գլխի յուղ է, իմ գլուխը չի մերժի այն, որտեղ նրանց չարագործությունների ժամանակ է, նրանց դեմ է լինում իմ աղոթքը։ Տեսեք, ինչ հետաքրքիր բան է ասում Դավիթը։ Ասում է արդարը թող խրատի ինձ, այդ յուղ այն գլխի համար։ Յուղը ամենալավ բան էր, որ այն պոծում էին մարդու գլուխը։ Ոչ թե այսօրվա ղեկավարին ասես, վայ քո աչքի վերևը հոնք կա, դու սխալ ես անում, յա, այդ դու ով եղար։ Հալա մի հատ տար սրա գլուխը կեր կամ մի հատ լավ տփի իր տեղը իմանա։ No։ Դավիթը հասկանում է, որ Աստված մարդկանց միջոցով կարող է իրեն հանդիմանել։ Հանդիմանում է ինչի, որպեսզի ճիշտ ճանապարհի մեջ իրան պահի։ Եվ ինքը թագավոր լինելով հանդերձ, ասում է թող արդարը ինձ հանդիմանի։ Նաթան եկավ հանդիմանեց եւ ինքը ապաշխարեց։ Չասեց այս Նաթանին տարեք բանտ։ Այսօվա որ եկել ինձ ասում է, այդ դու ես, դու սխալ ես արել, դու անօրինություն ես արել։ Ինչպես անում էր օրինակ վերջին թագավորը Հուդայի Սեյով էր անունը չեմ հիշում, որ Երեմիան գալիս ասում էր անօրինություններից հրաժարվի, ինքը չնայած հավատում էր, որ Երեմիան ճիշտ է եւ ուզում էր ազատվել, բայց այնքան թուլակամ էր, որ մյուսների պատճառով ասում էր, որտեղ մյուսները չէին սիրում Երեմիային, անօրեն մարդիկ էին եւ ասում էր սրան տարեք բանտ գցեք, սրան տանջեք, սրան են արեք, են արեք։ Չնայած ինքը հավատում էր, որ Երեմիան Աստծո ճշմարիտ մարգարեն է, բայց թուլակամ անողնաշար մարդ էր։ Բայց մարդիկ սխալ են հասկանում, աղավաղել են նաեւ այդ հասկացողությունը։ Անողնաշար հիմիկ բա դրությամբ ասեն, վայ Դավիթը անողնաշար է։ Այդ մարգարեն ով է, որ գա թագավորին ասի դու սխալ ես արել, դու հիմա պիտի պատասխան տաս, ու մի հատ մատն չի շարժում, որ ես մարդուն պատժի։ Անողնաշար մարդ է, ոչ։ Ողնաշարով է հենց Դավիթը, որ ապաշխարեց։ Անողնաշար է մյուսներ,
որ մյուս անօրեն իր կողքը նստածների պատճառով Երեմիային տանջում էր ու տանջում եւ չէր ուզում այդ փրկության լուրը ընդունել եւ վերջի վերջո իր անողնաշարության պատճառով ինքն էլ գնաց կործանվեց Բաբելոնում եւ ժողովրդի կեսն էլ հետը անողնաշար մարդը դա է այլ ոչ թե այն մարդը որ հանդիմանությունը լսում է ընդունում է եւ ապաշխարում է Երանի թե հիմիկվա այդ այժմյան ղեկավարները Դավիթի պես մտածի Պահիր ինձ այն ուրեմն ասում է Տեր իմ աչքերը նայում են բայց Տեր իմ աչքերը նայում են քեզ 8-րդ համարում է ասում ես քեզ եմ ապավինել իմ անձը մի լքիր Պահիր ինձ այն որակայթից որ լարեցին ինձ համար եւ չարագործներից ուղղակից չէ Չարագործները անօրենները, երբ որ գալիս տպում են այդ ղեկավարին, ասում են դու մեր ասածը պիտի անես, եւ չի ուզում անի այդ ղեկավարին չի դնում, կամ սպանում են, ինչպես Լինկոլնին սպանեցին, Քենեդուն սպանեցին, կամ էլ վնաս են պատճառում, կամ ուրիշ մեթոդներով են պատժում, հանում են եւ այլն։ Եվ նույնը Դավիթի օրինակն էր։ Երբ որ ինքը չէր ուզում լսել անօրենություններին, կարծում եք իր գլուխը շոյում էին։ Չէ, իրան ուզում էին գցեին որոգայթի մեջ, բայց ինքը Աստծուն ասում էր դու ես իմ ապավայնը, չարագործներից ուղղակից ինձ ազատի, ոչ թե ասում լավ, սպասի, սրանց հնազանդվեմ, պրծնեմ մեզ դարդից։ No, չարագործներին հնազանդվես, դարդից չես պրծնեի, ավելի մեծ դարդի մեջ կընկնես։ Ամբարիշները պիտի ընկնեն իրենց ցանցի մեջ, մինչդեռ ես պիտի անցնեմ ապահով։ Դավիթը լավ էր հասկանում, որ փոս փորող ընկնում է ինքը փոսի մեջ, եւ Դավիթի իմաստուն էր, որ Աստծուն խնդրում էր, այո, ես հավատարիմ կլինեմ քեզ, դու իրանց պատասխանը տուր, եւ իրանք կընկնեն իրանց իսկ փորած փոսի մեջ, իսկ ես կանցնեմ ապահով։ Ուրեմն ներքին եւ արտաքին գայթակղությունների մասին այստեղ խոսում Դավիթը։ Մեկը ասում է իր անձը, որ ինձ պաշտպանի, իմ խոսքերից, իմ սխալ մտածելակերպից, իմ սրտի սխալ համոզմունքներից, եւ մյուսը արտաքին թշնամիներից պահպանիր, որտեւ երբ որ ես ուզում եմ ճիշտ ապրեմ, իրանք ուզում են ինձ մղեն, բրդեն, որ ես սխալ ապրեմ։ Բայց դու օգնի ինձ իրանց դեմ պաշտպանի ինձ։ Եվ իհարկե Աստված զորացնում էր Դավիթին, Դավիթի մարդիկ ավելի ուժեղ էին դուրս գալի, քան թե այն մյուս մարդիկ, ովքեր ուզում էին դրդեին իրեն անօրենության։ Եվ Դավիթը շատ լավ հասկանում էր, որ իր մարդկանցով է ինքը ուժեղ, եւ շատ գնահատում էր նրանց։ Երբ որ մի անգամ իրանք իրենց կյանքը վտանգի տակ դնելով ջուր բերեցին, իրան որտեվ ինքը մի բառ ասեց, վայ ոնց կուզեի այդ ջրից, որտեվ փախստական էր այդ ջրից ես խմեի, գնացին բերեցին, բայց ինքը այդ ջուրը որպես զոհ թափեց, հողին ասեց, ես ձեր արյունը չեմ խմի, այսինքն դուք ձեր կյանքը վտանգի տակ դրեցիք, որ այդ ջուրը բերեք, ես այնքան եմ գնահատում ձեր կյանքը, որ այս ջուրը չեմ խմի, այլ ոչ թե Տեն մեկ ինչ մարդ եմ արա, բերինցս խոսքը դուրս եկավ, գնացին, բերին իրանց կյանքը իմ համար, չի կարելի այդպես ապրել։ Մի կարծեք, թե դուք Աստված եք, դուք ընդամենը մարդ եք, սահմանափակ օրերով, եւ փառք տվեք Աստծուն, որ դեռ զսպում է իր բաշխությունը, եւ այդ ժամանակը օգտագործեք դարձի գալու ապաշխարելու ճիշտ ճանապարհին կանելու համար, այլ ոչ թե կամակոր ձևով գնալու Խոտոշները տնգած գնալով անօրենության ճանապարհ եւ սատանայի հետևից։ Ուրեմն, երբ որ մարդ անօրեն մարդկանցով է շրջապատված, գայթակղություն է ունենում վարվել իրանց պես։ Բայց պաշտպանությունը ինչու՞մն է, որ մենք դիմենք Աստծուն եւ խնդրենք, որ մենք չտրվենք այդ գայթակղությանը։
Սաղմոս երգուն իր սիրտը ներկայացնում է որպես սպառնալիքի առաջնային թիրախ, քանի որ հենց այնտեղ է տեղի ունենում իրական ճակատամարտը։ Ես մի անգամ ասեմ, նորից կրկնեմ, որ սրտի մեջ կան նյուրոններ։ Նյուրոնները ուղեղի բջիջներն են, բայց պարզել են վերջերս, որ սրտում բավականին շատ նյուրոններ կան։ Այսինքն սիրտը մենակ զգալ չի գիտի, այլ նաև մտածել գիտի։ Եվ շատ մարդիկ ասեն, մենակ սրտիդ լսի, մենակ ես այնքան մաքուր սիրտ ունեմ։ Սիրտը, ասոցիացիա, սիրտը խորամանկ է եւ կարող է խաբել մարդուն։ Մի ասեք նման բան, մի ասեք, ես այնքան մաքուր սիրտ ունեմ, ես կարող եմ վստահել իմ սրտին, ոչ։ Եթե Դավիթը չէր կարող վստահել։ Մենք մեր սրտին չենք կարող վստահել, որտեղ այնտեղ ճակատամարտ է տեղի ունենում։ Սատանան ու Աստված պայքարում են մեր սրտի համար։ Աստծո խոսքը կարդացեք եւ Աստծո խոսքին վստահեք, այլ ոչ թե ձեր սրտին։ Աստծո խոսքը լցրեք, ձեր սիրտը այն ժամանակ կարող է ձեր սրտին վստահել, եթե ձեր սիրտը միայն լցված է Աստծո խոսքով, այլ ոչ թե զանազան զիբիլներով։ Միայն անդադար աղոթքը, որը լի Աստծո հանդեպ լիարժեք վստահությամբ ու նվիրվածությամբ կարող է Աստծո զավակին փրկել գայթակղությունից։ Եվ ինչպես ասեցին, գայթակղությունը զարգացող բնույթ ունի, նախ սիրտը հակված է դեպի չարությունը, երկրորդ այն չար գործեր է անում, եւ օրիգինալում այդ բառը, որ օգտագործվել է, շարունակական բնույթ է, այդ բայը շարունակական ժամանակում է դրված, այսինքն մշտական է այդպես։ Երրորդ սիրտն ուտում է ամբարիշների ախորժալի կերակուրները, այսինքն ընդունում է նրանց շար գործերը որպես ցանկալի մի բան։ Դրա համար պետք չէ անօրեն մարդկանց կյանքին հետևել, նախանձել ու երազել, թե դուք էլ այդ նույնը անեք։ Պետք չի, դա կործանման ճանապարհ է։ Հակառակ Աստծո խոսքի վրա մտածեք, Աստծուն լսեք։ Ուրեմն Սաղմոս 1:1-ը կարդանք։ Երանելի այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի համաձայն չի գնում, եւ մեղավորների ճանապարհի մեջ չի կանում, եւ ծաղր անողների աթոռի վրա չի նստում։ Գիտեք, Լինկոլնի թշնամիները կարծեցին, թե հաղթեցին Լինկոլնին, բայց Լինկոլնը հարություն կառնի եւ իր հավիտենական կյանքը կստանա, ինքը չհաղթվեց չարում։ Աստծո օգնությամբ ինքը հաղթեց չարին, թեև իրեն սպանեցին, որտեղ չկարողացան հաղթել նրան։ Եվ ուրեմն ինչ է ասում, երանելի է այն մարդ, որ ամբարիշտների խորհրդի համաձայն չի գնում։ Եվ նույնիսկ եթե սպանեն էլ իրան, նույնիսկ եթե մեռնել, ինքը ապագա ունի, հավիտենական կյանք Աստծո հետ, եւ մեղավորների ճանապարհի մեջ չի կանում, եւ ծաղր անողների աթոռի վրա չի նստում, ծաղր անողների։ Գիտեք, շատ մարդիկ կարծում են, թե իրան կատակ են անում, ծաղրում են ինչ-որ մեկին եւ այդ ֆոնի վրա ուզում են իրանց բարձր զգալ, եւ նույնիսկ եկեղեցում էլ կա նման բաներ, ծաղրում են մարդկանց, դա ամենասխալ բանն է, Աստված չի ստեղծել մեզ, որ մենք ծաղրենք մեր նմաններին, ասենք ուրիշ սխալների համար, որ մենք չենք գործում, բայց մենք էլ ուրիշ սխալներ ենք անում, եթե մարդիկ սկսեն իրար ծաղրել, իրար վիրավորել, ամեն մեկն էլ կարող է ուրիշի մեջ ինչ-որ բան գտնել ծաղրելու եւ սխալ։ Բայց այս կյանքի իմաստը այն է, որ մարդուն բարձրացնես, այլ ոչ թե ցածրացնես ու ծաղրես։ Ուրեմն հիշեք, ծաղրողների շրջապատում մի նստեք, այլ նրա հաճույքի Տիրոջ օրենքի մեջ է եւ ցերեկ ու գիշեր մտածում է նրա օրենքի մասին։ Նա ջրերի հոսանքի մոտ տնկված ծառի պես է, որ իր պտուղը տալիս է իր ժամանակին եւ դրա տերևները թառամելով չի թափում եւ ամեն ինչ որ անում է հաջողվում է նրան։ Այսպես չեն ամբարիշները, այլ նման են հարդի շյուղի, որ ցրիվ է տալիս քամին։ Սրա համար ամբարիշները չեն կարող կանել դատաստանի մեջ եւ ոչ էլ մեղավորների արդարների ժողովում, որտեղ Տերը ճանաչում է արդարների ճանապարհը, մինչդեռ ամբարիշների ճանապարհը պիտի կորչի։ Սա առաջին Սաղմոսն է։
Եվ ուրեմն հիշենք, որ շատ կարևոր է, թե ինչ խոսքեր ենք մենք արտաբերում, որտեղ այդ խոսքերը հետը դառնում են գործ։ Եվ շատ կարևոր է ուշադիր եղեք ինչին եք նայում, որտեղ ձեր տեսածը process է լինում ձեր ուղեղում եւ հետո արտահայտվում է ձեր խոսքերում եւ ձեր գործերում։ Ուրեմն նաև կարդանք Սաղմոս 112 առաջին համարից։ Սա վերջին համարներն են։ Ալելույա, երանելի այն մարդը, որ վախենում է Տիրոջից եւ շատ է հավանում նրա պատվիրանները։ Նրա զավակը պիտի զորավոր լինի երկրի վրա, ուղիղների ցեղը պիտի օրհնվի, դույություն եւ հարստություն պիտի լինի նրա տանը եւ նրա արդարությունը պիտի մնա հավիտյան։ Խավարի մեջ լույս է ծագում օգների համար, ողորմած գթած եւ արդար է Տերը։ Երանի այն մարդուն, որ ողորմած է եւ փոխ է տալիս իր խոսքը կատարում է իրավունքով, որտեղ նա հավիտյան չպիտի սասանվի, արդարը պիտի լինի հավիտենական հիշատակի համար։ Չար համբավից նա չի վախենալու, նրա սիրտը պատրաստ է, որ իր հույսը Տիրոջ վրա դնի։ Հաստատուն է նրա սիրտը եւ չի վախենալու, մինչեւ չտեսնի իրեն նեղողների կորուստը։ Նա փռեց եւ աղքատներին տվեց, նրա արդարությունը պիտի մնա հավիտյան, նրա եղջյուրը փառքով պիտի բարձրանա, ամբարիշտը պիտի տեսնի եւ վարկանա, պիտի կրճտացնի իր ատամները եւ հալվի, պիտի կորչի ամբարիշտների ցանկությունը։ Սրանք պարզապես խոսքեր չեն, սրանք իրականանում են եւ իրականանալու են։ Ուրեմն Տիրոջը մեծարողներին խոստացված է բազմաթիվ օրհնություններ, խաղաղությունը թերևս ամենակարևորներից է։ Մի անգամ ասել ենք եւ էլի ասենք, որ ինչքան էլ մարդիկ հիմա ձգտում են խաղաղության, չի ստացվում, ինչի, որտեղ խաղաղությունը նախ եւ առաջ պիտի ամեն մարդու սրտի մեջ ծնվի, որ իր շրջապատն էլ խաղաղվի։ Եթե մարդու սրտի մեջ խաղաղության փոխարեն ատելություն է, մեծամտություն է, դառնություն է, նախանձ է, չի կարող այդտեղ խաղաղություն լինել։ Սկզբում խոսքերով իրար կսպանեն, հետո էլ ատրճանակ կվերցնեն իրար կսպանեն, հետո էլ ավտոմատ կվերցնեն իրար կսպանեն, հետո էլ ռումբեր կգցեն իրար վրա, ռակետներ կթափեն եւ այդպես շարունակ։ Խաղաղություն չի կարող լինել այնտեղ, որտեղ Աստծո Հիսուսի խաղաղությունը չկա սրտում։ Եվ նոր մենք կարդացինք, որ արդարը արմավենու պես կծաղկի, ջրի մոտ տնկված արմավենու պես։ Ուրեմն կարդանք մեծ պայքարից Էլեն Ուայթի Էջ 675 Աստվածաշուն փրկվածների ժառանգությունը հայրենիք է կոչվում։ Եբրայեցիներ գրքի մեջ 11 գլխում։ Այնտեղ երկնային հովիվը իր հոտը տանում է կենդանի ջրերի աղբյուրների մոտ։ Կյանքի ծառը ամեն ամիս իր պտուղն է տալիս եւ նրա տերևները ազգերին ծառայելու համար են։ Այնտեղ մշտահոս վտակներ կան, բյուրեղի պես ջինջ, եւ նրանց ափերին աճող ծառեր իրենց թվերն են գցում շավիղների վրա պատրաստված Տիրոջ փրկյալների համար։ Այնտեղ ընդարձակ հարթավայրերը վերաճում են ճկնաղ բլուրների եւ երևում են Աստծո լեռների վեհապանց գագաթները։ Այս խաղաղ հովիտներում կենդանի ջրի աղբյուրների մոտ դարեր շարունակ պանդուխտ ու թափառական հոգնած Աստծո ժողովուրդը կգտնի իր տունը։ Նոր կտակարանը նկարագրում է այդ հույսի իրականացումը Քրիստոսի երկրորդ գալուստով եւ նոր աշխարհի ստեղծմամբ։ Հիսուս ասեց. Ես գնում եմ, որպեսզի պատրաստեմ ձեր բնակարանները, եւ եթե հերիք չէ, ելի պիտի պատրաստեմ։ Այսպիսի ճկնաղ վայր է պատրաստում մեր համար մեր Քրիստոսը։ Եվ եթե ասում են հեքիաթ է, հեքիաթ չկա։ Եթե այս մեղավոր ընկած աշխարհում կան դեռ երկրներ, որ գիտեք, ասում են գնացի դրախտի պես երկրի, ասենք Շվեյցարիան կամ Իտալիան, եւ կան երկրներ, որ անապատի պես են։
Այսինքն տարբերություն կա այդ երկրների մեջ։ Հիմա այդ անապատում գտնվող մարդուն, որ ասես, գիտես, ասենց սիրուն երկիր կա, այս մարդուն հեքիաթ կթվա, որտեղ ինքը երբեք Շվեյցարիայում, Իտալիայում չի եղել։ Եվ նույնը մենք, այո, մենք չենք եղել այդ նոր երկրում, բայց Աստծո խոստումները մեր կյանքում իրագործվում է։ Աստծո խոսքը իրագործվում է կյանքում, եթե մենք ուշադիր հետևենք, եւ ուրեմն Աստծո այդ խոստումն է իրագործվի։ Ոչ մեր գալակտիկայում, այլ գալակտիկայում, որտեղ Աստված է ապրում, մեզ համար պատրաստել է չքնաղ մի աշխարհ, բայց հետո այսքան քաղաք, Աստվածաշունչը ասում է, բայց հետո այդ քաղաքը իջնելու է այստեղ, մեր երկիրը նորից վերածնվելու է, մեղքը ոչնչանալու եւ Աստված նորից վերածնելու է մեր երկիրը, եւ այդ քաղաքը լինելու է այդ երկրի կենտրոնը եւ մայրաքաղաքը, եւ դա բոլորովին դժվար բան չի Աստծո համար, եւ ոչ մի հեքիաթ էլ չկա, հետաքրքիր որ մարդիկ հավատում են, այն որ ասում են երկնքում բան տեսան այլ մոլորակայիններ, այլ մոլորակայիններին հավատում են, բայց որ Աստված այլ գալակտիկայում ապրում չեն հավատում, պատրաստ են ամեն ինչի հավատալ բացի ճշմարտությունից։ Ուրեմն որքան էլ արդարները շատ օրհնություններ ստանան այս կյանքում, Աստծո բարօրության լիությունը, բարեհաճության լիությունը սպասում է նրանց այն ժամանակ, երբ Աստծո թագավորությունը լիովին վերականգնվի ժամանակների վերջում։ Մեր ժամանակներում իմաստություն ձեռք բերելն այնքան ցանկալի չի թվում, որքան երջանիկ լինելը։ Մարդիկ նախընտրում են լինել երջանիկ, քան իմաստուն, սակայն հնարավոր է իսկապես երջանիկ լինել եւ լիարժեք կյանքով ապրել առանց Աստծո իմաստության, ոչ թե մարդկային։ Սաղմոսները հստակ ասում են, որ հնարավոր չէ։ Բարի լուրը այն է, որ մենք ստիպված չենք ընտրություն կատարելու իմաստության ու երջանկության միջև։ Աստծո իմաստությունն է, որ իրական երջանկություն է բերում։ Եբրայերենից վերցված մի պարզ օրինակով կարելի է ցույց տալ այս միտքը։ Այսինքն ուղղակի մարդկանց պատկերացումն է սխալ աղավաղված, պղծված երջանկության մասին։ Ուրեմն եբրայերենում քայլ բառի հոգնակին աշուրեի շատ նման է երջանկություն բառին աշրեի։ Թեև այս գաղափարը անգլերեն թարգմանությունում կորչում է, բնօրինակում այն հզոր գաղափար է փոխանցում քայլերը Աստծո ճանապարհով տանում են դեպի երջանիկ կյանք, այսինքն աշուրեը տանում է դեպի աշրեի։ Ուրեմն Աստվածաշնչում ոչ իմաստությունը, ոչ երջանկությունը վերացական հասկացություններ չեն, դրանք իրական փորձառություն են։ Նրանց հարաբերություններն Աստծո հետ հիմնված են մեծարանքի, գովաբանության վրա, կյանք ուժ ու վստահություն են գտնում Աստծո մոտ։ Սաղմոսներ 25:14 ասում է. Տիրոջ մտերմությունը նրանց հետ է, որոնք վախենում են նրանից, եւ իր ուխտը սովորեցնում է նրանց։ Վերջում կարդանք Էլեն Ուայթի Քայլեր դեպի Քրիստոս գրքից, էջ 118 եւ վերջացնենք։ Շնորհակալություն Աստծուն այն լուսավոր պատկերների համար, որ ներկայացրել են մեզ։ Եկեք մեկտեղ հավաքենք նրա սիրո օրհնյալ հավաստիացումները եւ անդադար նայենք դրանց։ Ոչ թե հավաքենք մեր կյանքի դառնությունները եւ ողբանք եւ լացենք եւ կոծենք եւ ողբերգություն սարքենք եւ տխուր ու մռայլ մանգանք, այլ Աստծո սիրո ապացույցները մեր կյանքում հավաքենք։ Ամեն մարդ իր կյանքում ունի Աստծո սիրո ապացույցները, այդպեսի մարդ չկա, որ չունենա։ Եվ նրա սիրո օրհնյալ հավաստիացումները եւ անդադար նայենք դրանց։ Եկեք խորհենք Աստծո որդու մասին, ով լքեց օրգահը իր աստվածության վրա մարդկային բնություն հակա, որպեսզի մարդուն փրկի սատանայի իշխանությունից, այլ ոչ թե խորհենք իմ հարևան ունի BMW, ոնց անեմ ես էլ ունենամ։ Հիմարություն, այսինքն դա չի տանում երջանկության։ Մարդը պետք է վերջի վերջո հասկանա, որ այդ միտքը, որ նյութական բարիքները կարող են մարդուն երջանկություն պարգևել, անմտություն է։
խորհեք հակառակ Հիսուսի մասին, խորհենք մեզ համար տարած նրա հաղթանակի, հանուն մարդկանց բացված երկնքի ճանապարհի, մարդկանց հայացքի առջև հայտնված թագավորական սրահների մասին, որտեղ Աստվածությունը բացահայտում է իր փառքը։ Խորհենք սրանց մասին, որտեղ վերջի վերջո մեր խորհումները դառնում են խոսք եւ գործ։ Հիշենք ընկած մարդկությանը, որ բարձրացվեց կորստյան անդունդից, որտեղ հայտնվել էր մեղքի պատճառով։ Հիշենք անսահման Աստծո հետ նրա վերականգնված հարաբերությունների մասին։ Պատկերացնենք, որ բոլոր նրանք, ովքեր փրկչի հանդեպ ունեցած հավատով դիմացել են աստվածային քննությանը, հագնում են Քրիստոսի արդարությունը, բարձրանում մինչև Աստծո գահը։ Աստված կամենում է, որ մենք խորհենք այս պատկերների մասին։ Ինչի է կամենում, որտեղ այդպիսի քմաջույք ունի, ոչ մեր երջանկությունն է, ինքը մեր երկնային հայրն է, լսենք նրա։ Աստծո ողորմությամբ թող այս դասերը, որ այսօր ստացանք, գրվի մեր սրտի մեջ եւ իրականանա մեր կյանքում, Աստծո ողորմությամբ մինչև մի շաբաթ։